Ստացվում է, որ մենք ըստ էության ֆիլմարտադրության համար ներդրումների մինչև 35%-ի վերադարձի հնարավորություն ենք ստեղծում եւ այս կարգավորմամբ իհարկե մենք դրանից առաջ օրենսդրական լուծում էինք տվել հարցին, հիմա ուղղակի ընդհանուր օրենսդրական կարգավորումներով ճշգրտում ենք, թե որոնք ինչ բանաձևերով են հաշվարկվելու եւ ինչն է համարվելու այս ծրագրի շրջանակներում եւ տրամաբանությամբ եւ բովանդակության համապատասխանող ներդրում, ինչը չի համապատասխանելու, որը լավ է ճիշտ է, որպեսզի թափանցիկ լինի եւ կանխատեսելի լինի եւ կառավարության համար, եւ ներդրողների համար, եւ հանրության համար, եւ կարծում եմ, որ այո, կարեւոր նախագիծ է, բայց իհարկե օրենքի եւ ենթաօրենսդրական ակտի կառավարության որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, շատ կարեւոր է, որ ըստ էության նաև մենք այս տեղեկությունը, այս հնարավորության մասին տվյալը հասցնենք այն պոտենցիալ շահառուներին, ովքեր կարող են հետաքրքրված լինել Հայաստանի Հանրապետությունում նման գործունեություն ծավալելով, իհարկե մենք պետք է քաջալերենք, որ ոլորտի մեր մասնավոր կազմակերպությունները իրենց համար նաև այս հնարավորությունը ձեռքներին ունենալով գործընկերներ փնտրեն, որովհետև նախագիծը նաև հնարավորություն է տալիս տեղական կինոարտադրողներին, որպեսզի նրանք գործընկերության մեջ մտնեն, այսինքն սա ըստ էության ակտիվ է նաև նրանց ձեռքում, որպես համաներդրում ըստ էության, որպեսզի իրենք կարողանան գործընկերային հարաբերություններ հաստատել պոտենցիալ գործընկերների հետ։